Ագելի հետևորդներ ողջույն, Մուսամ լավեք ամեն ինչ կարգին է։ Ընկերներ, մի հատ հարց։ Ես տենց էլ չհասկացա, թե ինչ են ուզում մի կնոջից, ում բլոգային անունն է Արուս Կավկազ։ Ես այդ կնոջը չեմ տեսել երբեք ֆիզիկապես, ասեմ ավելին, առանձնապես որ ասեմ հետևում եմ իր գործունեությանը սուտ կլինի, բայց որքանով որ տեղյակ եմ, միլիոնավոր հետևորդներ ունի եւ այլն եւ այլն։ Այդ կինը ինչ-որ պարում է, էփում է, թափում է, կյանքն է իր ցույց տալի, մի խոսքով ատելության մի հատ այսպես շղարշ է կոմենտներում, անձնական վիրավորանքներից մինչև բան։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը կայացած մարդկանց չի սիրում, որքանով ծանոթ եմ իր անցած ուղուն, գիտեմ, որ շատ դժվար կյանքով է անցել, ինքն իրեն կերտել է, արարել է եւ հասել է այն ամենի, ինչ որ ունի, իսկ քիչ բանի չի հասել, հավատացնում եմ ձեզ, այդ քննադատողներից եւ այդ այլանդակ բաներ գրողների, չգիտեմ, 5%-ը թող հասնի այն ամեն ինչ որ հասել է, քաղաքական գործիչ չի, կուսակցական չի, չեմ կարծում, որ թալանել են մեզ, մեր ունեցվածքը տարել են, բարակապակցությունները կարելի է վերագրել իրան, ուստի մարդը ոնց հասկանում եք բիզնեսի մեջ է եղել եւ հասել է բարձունքների։ Ես հասկանում եմ էլի, մեր հասարակությունը կայացած մարդկանց չի սիրում, բայց այդ չսերը, երբ որ արտահայտվում է քաղաքական գործիչների նկատմամբ, ասենք ով որ եղել է օրինակ գյուղապետ եւ գյուղի կեսը սեփականաշորել է, ես հասկանում եմ ինչու չեն սիրում այդ մարդուն։ Երբ որ մարդ եղել է մարզպետ, հանքերի կեսը ծախել ու սեփականաշորել է, կամ օտարել է իր հետ փող կապակցված անձանց, ես հասկանում եմ ինչու մեր հայրենակիցները ատում են եւ երևի լավ են անում։ Եվ այսպես շարունակ քաղաքական գործունեություն ծավալող։ Բայց երբ որ օտար երկրում ապրող կինը հասել է բարձունքների բիզնեսի տեսանկյունից եւ հիմա էլ ցույց է տալիս իր բլոգում, երգում, ապարում, ոչ մեկին չի վիրավորում, էփում, թափում, մի խոսքով միջին վիճակագրական հայ կնոջ կենցաղա ցույց տալիս, ինչ եք ուզում ժողովուրդ այդ կնոջից եւ ընդհանրապես իմ կարծիքով, եթե մեր սոցիալական ցանցերում իրպես գործունեություն ծավալող մարդիկ շատանային, իսկ ստի քաղաքական վերլուծությամբ զբաղվող մարդիկ քչանային, կարծում եմ կյանքը շատ ավելի դրական երանգ կստանար, որովհետև ավելի լավ է եփել, թափել, թխել եւ շոփինգ անել, քան թե նստել եւ քաղաքական առումով դեմագոգիկ զրույցներ ունենալ, մանավանդ այն մարդկանց կողմից, ովքեր ոչ դրա կրթությունը ունեն, ոչ էլ անցած ճանապարհը։ Ուստի, հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ, այսպես ամփոփելով ուղերձս, հասկացեք, որ համացանցը դա մի տիրույթ է, որտեղ հավաքվում են տարբեր կրթության, տարբեր բարոյականության, տարբեր սոցիալական աստիճանի մարդիկ եւ ստեղծել պրոդուկտ, որը ինչ որ դուր է գալիս կամ ստեղծել պրոդուկտ, որը դուր կգա բոլորին, ուղղակի հնարավոր չէ։ Երբ որ ինչ-որ մեկը, լինեմ ես, լինի մյուսը, երրորդը, չորրորդը, երբ որ ինչ-որ մի բան դուր չի գալիս, կարելի է ուղղակի unfollow անել, այդ մարդուն հեռացնել էջից եւ չհետեւել, այլ ոչ թե վիրավորական, անձը նսերմացնող շատ վատ բաներ գրել, մանավանդ, որ այդ գրելուց որպես կանոն ում որ հասցեագրված է այդ վիրավորանքը, իր կյանքը չի փոխվում։ Ինքը շարունակում է ստեղծագործել, արարել իր տեսանկյունով, իր չափով, իր ձևով, աշխատել, ապրել եւ լինել այն բարեկեցության մեջ, որում կա։ Իսկ գրողը տանի, բացի իր մամրակալած հոգու, այսպես ցուցադրումից, ուրիշ ոչ մի բան չի ստանում։ Ավելին ասեմ, հաճախ մենք կոնտենտ արտադրողներս ավելի շատ ենք բլոկում մարդկանց վատաբանող, հայհոյող, պառակտող, քան թե կոնտենտ սպառողները։ Հուսամ կարողացա արտահայտվել։ Ձեզ լավորեն մաղթում, ժպտացեք կյանքին հնարավորինս հետև նայեք եւ փորձեք վայելել ուղղակի։ Այսքանը լավ եղեք։